Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն, օր նոյեմբերի 12։ Հաստատ եղեք, անշարժ կացեք։ Եսայի մարգարեի թղթերի 49-րդ գլխից մենք իմանում ենք, որ Տերը գիտի մեր պայքարը։ Նա պայքարեց մեզ համար։ Մեղք չէ ունենալ մտքեր, որ ձեր աշխատանքը ապարդյուն է եղել կամ հուսահատվել ձախողման զգացումներից չարդարացված սպասումների պատճառով։ Տեր Հիսուսն ինքը դա զգացել է և անմեղ է եղել։ Սակայն շատ վտանգավոր է թույլ տալ, որ այս դժոխային կեղծիքները քայքայեն և բորբոքեն ձեր հոգին։ Տեր Հիսուսը մեզ ցույց տվեց նման հուսահատությունից դուրս գալու ճանապարհը, ասելով. «Զուր եմ վաստակում, դարտակ և ունայն տեղը վերջացրի իմ զորությունը, սակայն իմ իրավունքը Տիրոջ մոտ է և իմ վարձքը իմ Աստծո մոտ»։ Եսայի 49-րդ գլուխ 4-րդ խոսք։ Այստեղ իրավունք եբրայերեն բառը նշանակում է դատավճիռ։ Քրիստոսը ըստ էության ասում է. «Վերջնական դատավճիռը պատկանում է իմ հորը, միայն նա է դատում իմ արած ամեն ինչ և թե որքան արդյունավետ եմ եղել»։ Աստված մեզ հորդորում է այս խոսքի միջոցով. «Դադարեք դատել ձեր աշխատանքը ինձ համար։ Դուք իրավունք չունեք դատելու, թե որքան արդյունավետ եք եղել։ Դուք նախ իրավունք չունեք ձեզ անհաջող անվանելու։ Դուք պարզապես չունեք տեսլական տեսնելու ձեզ սպասվող օրհնությունները»։ Իրոք, այս բաներից շատերը մենք չենք իմանա, մինչև հավերժության մեջ չկանգնենք նրա առջև։ Մինչդեռ սատանան ստում է ձեզ և ասում, որ ձեր արած ամեն ինչ ապարդյուն է, Աստված իր փառքով ավելի մեծ օրհնություններ է պատրաստում։ Նա ավելի լավ բաներ ունի պահած ձեզ համար, քան դուք կարող եք պատկերացնել կամ խնդրել։ Մենք այլևս չպետք է լսենք թշնամու ստերը։ Դրա փոխարեն մենք պետք է հանգստանանք Սուրբ Հոգով և վստահենք, որ նա կավարտի այն գործը, որը մեզ ավելի նման կդարձնի Քրիստոսին։ Մենք պետք է վեր կենանք մեր հուսահատությունից և հաստատվենք այս խոսքի վրա. «Ուրեմն, սիրելի եղբայրք, հաստատ եղեք, անշարժ կացեք, ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործումը, գիտացեք, որ ձեր աշխատանքը զուր չէ տերումը»։ Ա Կորնթացիս 15-րդ գլուխ 58-րդ խոսք։